Ես աշխատել եմ Արցախում 2009 թվականից։ 2023-ին տեղափոխվել ենք Հայաստան եւ 23 թվականի նոյեմբերից արդեն աշխատում եմ Ուրացան հիվանդանոցում եւ աշխատանքի առումով անհրաժեշտություն եղավ, որպեսզի անցնեմ մանկական էնդոկրինոլոգիա արձինատուրա, քանի որ պետք էր նշված լիներ դիպլոմ հենց մանկական էնդոկրինոլոգիա եւ Հռիփսիմե Վալերիևնայի խորհրդով ուղղորդմամբ դիմեցինք հով Հայօգնության ֆոնդ եւ հովի աջակցությամբ մի տարի անց արձինատուրա։ Աշխատանքի առումով Արցախում իհարկե մի քիչ ավելի ուրիշ էր։ Չեմ ուզում մանրամասնեմ, որտեվ Արցախը մեկ ամնում Արցախ, դա իմ հայրենիքն է, որտեղ ամեն ինչ ավելի հարազատ էր, ավելի ջերմ էր, ամեն ինչ ավելի հեշտ էր։ Շողեր Գրիգորյանը Արցախում աշխատել է հիվանդանոցում, նշում է, որ Մուրացան համալսարանական հիվանդանոցում մասնագիտական առաջխաղացման հնարավորություն կա։ Սիրում է իր մասնագիտությունը, երեխաների հետ աշխատելը։ Նույն հիվանդանոցում Անուշ Ավանեսյանը աշխատում է որպես մանկաբույժ վարակաբան։ Ես Ղարաբաղում աշխատել եմ 22 տարի որպես ինֆեկցիոնիստ, բայց ի շնորհիվ հով ծրագրի ես անցել եմ կլինիկական արձինատուրա Մուրացանում, ստեղ այդ նույն կլինիկայում ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայում, այս բաժնում որպես մանկաբույժ ինֆեկցիոնիստ։ Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան թեմում ստեղծված Հայօգնության ֆոնդի Հայաստանի գրասենյակը հոգացել է Արցախից բռնի տեղահանված 50 բուժ աշխատողների կրթավճարները, նրանց մի մասը կլինիկական օրդինատուրա է անցել, մյուսները ավելի կարճաժամկետ կրթական ծրագրերում են ընդգրկվել։ Արցախից բռնի տեղահանված բժիշկների աջակցության ծրագրի շրջանակում բուժ աշխատողները ձեռք են բերել թարմ մասնագիտական գիտելիք, Հայաստանում աշխատելու հնարավորություն։ Հայօգնության ֆոնդը ծրագիրն իրականացնելիս գործակցել է Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, Երևանի պետական բժշկական համալսարանի հետ։ 2011 թվականից դեռ սկսած Արցախում աշխատող բժիշկները 4 շաբաթյա վերապատրաստման ծրագրով Երևան են այցելել առաջատար կլինիկաներում եւ Ամերիկայի բժիշկների կազմակերպության աջակցությամբ հովի հետ համատեղ այդ ծրագիրը տարիներ ի վեր իրականացվել է։ Հայօգնության ֆոնդի որպես ներդրում արող կազմակերպության ամենահեռանկարային նպատակը, որ մենք կարողանանք մեր հայրենակիցներին պահել Հայաստանում եւ աշխատանք չգտնելու առիթով ուղղակի չգնալ երկրից, սա մեր համար մեկ նպատակն էր, որովհետեւ նրանք անկեղծ լինենք մասնագիտացման առումով, նրանք բոլորը հոյակապ մասնագետներ էին, նրանցից շատերին մենք ճանաչում ենք դեռ Ստեփանակերտից, 50,000 ԱՄՆ դոլարից մի քիչ ավել, եթե այդպես գումարային ասեմ, ուղղակի մենք առանձնացրել ենք այս ծրագրի համար հատուկ Արցախի այստեղ անումից հետո առաջացած կարիքների համար, որովհետև մենք նման ծրագիր չենք ունեցել։ Այս ծրագիրը ուղղակի ձևավորվել է որպես անհետաձգելի աջակցության ծրագիր։ Հայօգնության ֆոնդը արագ արձագանքում է առաջացած կարիքներին։ 2020 թվականի պատերազմից հետո Արցախում բժիշկների մասնագիտական բաց էր առաջացել։ Կարիքը լրացնելու համար հովի աջակցությամբ բժիշկներ Արցախի համար ծրագրով բժիշկներ գործուղվեցին Արցախ։ Տարբեր մասնագետներ աշխատեցին Արցախում մինչև տեղահանումը։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։